Քաղաքական դաշտի միակ հնաբնակը պատմական ամենաերկար ճանապարհն անցած հայ հեղափոխական դաշնակցությունը նշում է իր 135-ամյակը ժամանակի քննությունը պատվով հաղթահարած կուսակցությունը, ինչպես ներկաներն են հավաստում, շարունակելու է իր հաղթական ընթացքը, իսկ մինչ այդ շատերին հետաքրքիր հարցը ինչն է, որ 135 տարի անց էլ անփոփոխ է մնացել կուսակցության մեջ։ Դաշնակցության համար անփոփոխ է նպատակները, արժեհամակարգը ու մի պարզ բան, մենք գիտենք, սովորել ենք, մեր արյունով ենք սովորել, որ հանձնվել է ճանապարհ չի, պայքարն է, որ դուռ կարող է բացել։ 135-ամյա կուսակցության ներսում սերունդների երկխոսություն ու համագործակցությունն առանցքային հենակետ է նորագիրների համար ճանապարհ հարթելու կուսակցության ազգային գաղափարներին մոտիվացնելու առումով։ Ես որպես ուսանողական միության նախկին անդամ իմ մոտ տպավորությունն էր, որ ուսանողական միություն մտնում ենք նեղ դռնով, այդ դուռը հետագայում բացվում էր եւ ստեղծում էր լայն հորիզոններ քաղաքական, կազմակերպական, սփյուռքյան կյանքում, համազգային, հոմենտմեն, այսինքն տարբեր հնարավորություններ ունեն երիտասարդները իրենց լավագույնս իրացնելու համար եւ այդ երիտասարդական ուսանողական միությունները են դարբնոցն են, որտեղ որ մեր կուսակցականները պատրաստվում են արդեն պատասխանատու հանգամանքների։ 135 տարվա ընթացքում Հույրան անցել է ժամանակի փորձություններով, բախվել փոթորիկների ու մնացել կայուն անսասան, իսկ գոյապայքարի դժվարություններն ավելի են ամրացրել եւ ուժեղացրել կուսակցության, ասում է Հույրա բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։ Նախընթաց ժամանակահատվածում բազմաթիվ դեպքեր են եղել, ամենատարբեր պետությունների, ամենատարբեր ուժերի կողմից դաշնակցությունը կասեցնելու, թուլացնելու, դաշնակցությունը լուսանցքից դուրս մղելու, բայց ինչպես տեսնում եք, որևէ փորձ չի հաջողվել, այդ բոլոր հարվածներից դաշնակցությունը ավելի ուժեղ է դուրս եկել եւ դաշնակցությունը շարունակում է իր երթը։ Դաշնակցականի առաքելությունն աշխարհում Հայաստանի եւ հայության շահերին ծառայելն է, արտաքին ճակատում հայկական շահն առաջ տանող յուրաքանչյուր դաշնակցական կամավոր զինվոր է, վստահեցնում է Հույրա Հայդատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Ուրախ ենք ասելու, որ այսօր Սփյուռքի մեջ կտեսնենք իրենց արմատներով վերաթացի խնդիր, որ նորություն է վերջին տարիների։ Ես Ամերիկայի եւ Կանադայի մեջ օրինակ ցուրված հայերի մի զանգվածի մոտ, իրենց զավակների մոտ տեսնում եմ այդ վերաթացի իրենց արմատներով փարելու պատրաստակամություն։ Սա ընդհանուր մեկ երևույթ է, որ պետք է քաչալերել։ Երկրորդը, որ շատ կարևոր է, նկատելով որ այս իշխանությունները քանթել են Հայաստան Սփյուռք ամեն գամուրջները եւ ճշմարտաբար ամենտեղ մի անժխտական քաղաքականություն են գերարգում, անհրաժեշտ է Սփյուռքի մոտ վար բահել հայրենիքի անհրաժեշտության խաղապարը, որովհետև գազ անկված նույնիսկ աշխուժը Սփյուռքի մեջ, որը սկսել են հոգնել եւ օդարվել Հայաստանից։ Սա մեզ համար անընդունելի երևույթ է, որ ամենտեղ գտնում ենք, որ պետությունը ուրիշ բան է, իշխանությունը ուրիշ բան է, մեկը մնայուն է, իշխանությունը գնայուն, եւ այդ ուղղությամբ մենք չենք գնալ որևէ մեկ ժամանակ երես դարձնել հայրենիքից եւ biz շարունակենք մեր հիմնական աշխատանքները նաեւ օժանդակելու Հայաստանի, նաեւ օգնելու, որ Հայաստանը ամրապնդվի, պաշտպանվի իր արտաքին թշնամիներից եւ հայտարարի մեր համագարկի առաջին հիմնական աշխատանքը հայրենիքի պաշտպանության եւ Արցախի հիմնահատցի խնդիրն է։ Հույրա 135-ամյակի հանդիսավոր բացումը վերապահվեց Նաթան Սրբազանին, Նամայրաթորից Պեհափառի հայրապետական օրհնություն ու ջերմագին ողջույններն է բերել կարևոր ասելիքով։ 135 տարիներ տեսիլքով միավորված։ Այն տեսիլքով, որ մեր ժողովրդի ազատության, ինքնիշխանության եւ ազգային ինքնության գագաթին էր գնում։ Եվ մենք գոհունակությամբ հիշում ենք եւ ուզում ենք հիշատակել այդ ճանապարհի մեջ հայ հեղափոխական դաշնակցության կարևոր դերը։ Մի առաքելություն, որը սկսվել է 19-րդ դարի վերջին, այնուհետև անցել է ամբողջ դժվարին 20-րդ դարը եւ այսօր 21-րդ դարի առաջին քառորդին էլ իր առաքելության կարիքը ունենք։ Հույրա ազգապահպան առաքելության կարիքն ունենալու Սրբազան հոր խոսքը կարևոր ազդակ է օրհասական մի իրավիճակում, որի մասին ահազանգում է Հույրա բյուրոյի անդամ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։ Վտանգված է հայրենիքը, վտանգված է պետությունը,
վտանգված է հայ առաքելական եկեղեցին ամենուրեք իր նվիրաբեդական աթոռներով Էջմիածին թե Անտիլիաս, Երուսաղեմ թե Կոստանդնուպոլիս։ Վտանգված է ողջ հայությունը ազգովին, Հայաստանի մեջ թե Թուրքիա եւ արտերգիր։ Այլևս անհանդուրժելի ցևով հատված են գարմիր քիծերը։ Հակոբ Բագրատունին վստահեցնում է, որ լինելիության պայքարն է այսօր կամ պետք է հանձնվել ու գնալ կործանման կամ դրոշը բարձր պահել ու պայքարել։ Հայ ապագան տաշակցության 135-ամյա պատմությունը վկա, որ իբրև քաղաքապարական, քաղաքական ու գազագերբարական բարդունակ ուժ իր հայրենիքին, ժողովրդին ու հայ մարդուն փովանտակ շահերում պաշտպանության եւ ծառայության նվիրված գուսակցություն չի կրնար իրավունքը չունի պայքարի դրոշը վարդնելու։ Գոյաբանական խնդրի լուծման տեսլականն է վերահաստատում Հույդա Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Փաշինյան Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորել համահայկական եւ համազգային ոչի ճակատ, կանխելով օրվա իշխանության վերարտադրությունը, ասում է նա։ Որն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանք։ Դաշնակցության առաջարկը հետևյալն է. կառուցել նոր որակի ազգային պետություն, որը կլինի մրցունակ եւ ուժեղ։ Մենք ունենք առաքելություն, ուժերը միավորելու, հավատը վերականգնելու եւ ուժեղ Հայաստան կառուցելու։ Հույդան պատասխանատու է իր 135-ամյա կենսագրության նահատակընկերների հայրենիքի ու պետության առաջ, ասում է Իշխան Սաղաթելյանը, հավելելով, որ դանդաղելու, հոգնելու եւ ընկրկելու իրավունք չունի դաշնակցականը։ Երկեցի բարգովեհության, երկեցի ուշկոզորության, երկեցի սերկոմիության, պիտի երկեմ քեզ ավիտյան, երկեցի բարգովեհության, երկեցի ուշկոզորության, երկեցի սերկոմիության, պիտի երկեմ Sabia